Բարի օր հարգելի հետևորդներ, ժամի թարմ նորություններով ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Զինված միջադեպ Գորիսում սպանված է Արուշ Արուշանյանի վարորդն է, ինչ է հայտնի դեպքի մասին։ Ինչ է կատարվել Թալինի եկեղեցում, Փաշինյանն այնտեղ է եղել։ Քահանաներին ու նրանց ընտանիքներին ճնշում են, Մասյացոտնի թեմը ահազանգ է հնչեցնում։ Հաջորդ շաբաթ նոր հանդիպումներ, ինչպես են գնահատում կողմերը Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունները։ Առատյան տեղումներից միայն 4 օր անց քաղաքապետարանը հրապարակայնորեն անդրադարձավ մայրաքաղաքում ստեղծված կոլապսին։ Քաղաքապետը նախ խոսեց այս տարվա սքանչելի ձմռան մասին, ապա շնորհակալություն հայտնեց դնամաքրման աշխատանքներ իրականացրած բոլոր աշխատակիցներին։ Բայց նախ եկեք հիշենք ինչ էր կատարվում մայրաքաղաքում, հետո շարունակենք։ Ձյունը լուրջ դժվարություններ էր ստեղծել երևանցիների համար։ Մարդիկ չէին կարողանում տուն հասնել ոչ ոտքով, ոչ հասարակական տրանսպորտով, ոչ էլ տաքսիով։ Այս ֆոնին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում դնամաքրման աշխատանքները գնահատել է բավարար։ Նրա խոսքով լավ գնահատական տալ չի կարող, քանի որ որոշ օրերին խնդիրներ են արձանագրվել։ Սակայն ինտենսիվ ձյան տեղումներից 24-ից 36 ժամ անց ճանապարհները լիովին անցանելի են եղել։ Քաղաքապետը նաև նշել է, որ առաջիկայում անհրաժեշտ է կիրառել նոր մեթոդներ։ Իմանալով, որ տեղումները լինելու են ցերեկը, որը շատ է դժվարացնում մեր աշխատանք։ Մենք այն առաջին ձյունը երբ եկավ, գիշերային ժամերին, իրականում շատ լավ եւ արագ արձագանքեցինք, առավոտյան արդեն ամբողջ ձյունը կարելի ասել բոլոր հիմնական փողոցները անցանելի են, դեկտեմբեր ամսվա մասին եմ խոսում, ըստ բարձ է, եթե արդեն այն ժամերին է գալիս ձյունը, երբ երթևեկությունը ինտենսիվ է, այդտեղ մեր գործը մի փոքր դժվարանում է։ Բայց շնորհակալություն ասելով հանդերձ, ընդունելով, որ այս տարվա պայմանները իրապես անոմալ էին, իրապես ձանքանակը շատ էր, իրապես խնդիրները ավել էին, ես ուզում եմ մի քանի բանի վրա այնուամենայնիվ մենք կենտրոնանանք կառուցողական տրամաբանությամբ եւ սա խնդրում եմ որպես մեղադրանք չընդունել, ես կարծում եմ, որ մենք հաջորդ տարի պետք է պատրաստված լինենք նորարարական լուծումներով խնդիրները լուծելու, մասնավորապես մենք իմանալով X, Y, Z ժամերը նոր տեխնոլոգիաներ կան, կարծում եմ, որոնք որ պետք է մենք էլ փորձարկենք, մասնավորապես ջրի լուծույթով աղի նախորոքցանումը փողոցներում։ Այսինքն կան մեթոդներ, որոնք որ մենք պետք է փորձարկենք, պարոն Արեյան, եւ կարծում եմ դա էլի մեր որոշ խնդիրներ կմեղմի։ Իսկ դնամաքրման աշխատանքների մանրամասներին անդրադարձել է քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ Նրա խոսքով հունվարի 23-ի երեկոյան դնամաքրման աշխատանքները կենտրոն վարչական շրջանում տևել են մոտ 6 ժամ, ժամը 14:30-ից 21:30-ը։ Ժամը 10:30-ի դրությամբ ԵՍՄ հիմնարկի բոլոր մեքենամեխանիզմները աղով ավազով բեռնված, տարբեր եզրաչափի, տարբեր ֆունկցիայի 37 բազմաֆունկցիոնալ մեծ 12 փոքր մեքենաները 49 միավոր ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում ըստ նախապես մշակված մեր դիսլոկացիոն սխեմայի։ Ձյան տեղում միաժամանակ մոբիլիզացված է եղել նախապես զգուշացված էր կանաչապատում հողակին, պարոն Բեգոյանի հետ քննարկել ենք, որ իրենք էլ պատրաստ լինեն դուրս գալու մաքրման աշխատանքների։ Աշխատանքները սկսվել են 12-ի մոտ արդեն ժամը առաջին իսկ գրեթե 1 սանտիմետր դեռ չհասցրած սպիտակած վիճակում ասվածը սկսեցին աղ ու ավազի ցանելու աշխատանքները մայրաքաղաքում։ Նախապես 2-3 ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկոյան, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ կանաչապատում հողակի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աշճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։
Քաղաքային խնդիրների շարքում միայն ձյունը չէ։ Քաղաքապետն անդրադարձել է նաև օդի աղտոտվածության խնդրին, նշելով, որ չպետք է հուսահատվել։ Լուծումներ կան, սակայն անհրաժեշտ է համալիր եւ հետևողական աշխատանք։ Մինչ կլսենք, թե ինչ է ասում քաղաքապետը, ստուգենք, թե ինչ է ցույց տալիս հավելվածները։ Եվ ահա Օդի որակը կրկին վատթարացել է եւ քաղաքացիներին հավելվածը խորհուրդ է տալիս խուսափել բացօթյա մարզումներից։ Օդի որակի խնդիրը հիմնականում մեզ մոտ կապված է ինվերսիոն շերտի, այսինքն մեր մթնոլորտային շերտի բարձր եւ ցածր լինելու հետ։ Այսինքն այն ամիսներին, երբ որ նոյեմբեր ամսվանից սկսած, երբ որ մթնոլորտային շերտը իջնում է դեպի ներքև, խնդիրը ավելի սրվում է, որովհետև փոշու կոնցենտրացիան եւ մեր արտանետած եւ հարևան երկրներից եկող եւ եթե թվերը տեսակ ոնց որ հարևան երկրներից եկող ցուցանիշները մեր արտանետածից ավելի շատ է, ճիշտ եմ, չէ՞։ Մենք ռեցեպտոր երկիր ենք, այսինքն մենք ավելի շատ կլանում ենք տարածաշրջանից, քան մենք աղտոտում ենք։ Խնդրեմ այդ սլայդն էլ նորից բացեք, պարոն Արզումյանը։ Այո, այսինքն փաստացի մենք ավելի շատ ստանում ենք եւ իրականում այլ գալիս է խնդիրը մեր աշխարհագրական դիրքից, բայց արդյոք սա տենց պետք է հուսահատվենք, ես կարծում եմ ոչ, որովհետեւ այնուամենայնիվ որոշակի լուծումներ այնուամենայնիվ գոյություն ունեն։ Այսինքն առաջին հերթին նախ մենք արձանագրել ենք, որ մենք ունենք նմանատիպ խնդիր։ Այս խնդիրը մենք ունեցել ենք տասնամյակներով։ Իսկ երեկ Թալինի եկեղեցում Տեր Հայկ քահանա Սահակյանին թույլ չեն տվել պատարագ մատուցել։ Քահանան հայտնել է, որ պատրաստվում է գնալ Մաստարա կանոնական պատարագ մատուցելու եւ հայոց հայրապետի անունը բարձրաձայնելու։ Չնայած նախապես չէին հայտարարել, թե որտեղ է Փաշինյանը գնալու պատարագի, նրա հավատարիմ հետևորդները վաղ առավոտից հավաքվել էին Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Փաշինյանի հետ պատարագի էին գնացել էկոնոմիկայի նախարարը, Արագածոտնի մարզպետը եւ Թալինի քաղաքապետը։ Պատարագը մատուցել է կարգալույց հռչակված նախկին քահանա Արամ Արամայիս Թախմազյանը, նախկին Տեր Թադեն։ Ի դեպ, երեկ Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներից մեկը դիմավորել է ադրբեջանական Նոլդու Փաշինյան երգով։ Ադրբեջանական այդ երգով թալինցի Սարգիս Պետրոսյանը իր բողոքն է արտահայտել իշխանության հակաեկեղեցական գործողությունների դեմ։ Նա նշել է, որ վեհափառը ոչ թե փոքրամասնության, այլ ամբողջ 10 միլիոն հայի կաթողիկոսն է։ Մեր հասարակության ստորացումն եմ ցույց տալիս, թե ոնց է Փաշինյանը վերջին 5 տարում ինչպես է մեզ ստորացնում, անգամ մեր կրոնն է դարձրել ստորացման ու ծիծաղի առարկա Ադրբեջանի համար։ Իմ այս ակցիան միայն այդ նպատակ ուներ ցույց տալու համար, որ հասարակությունում բոլորը համաձայն չեն այս տեղի ունեցող երևույթի հետ ու չգիտեմ, մեր ձայնը պետք է լսելի լինի, որովհետև այս քաոսի մեջ թվում է թե բոլորը համաձայն են, բայց պետքա չմոռանալ, որ ընդամենը 600 թե մոտավոր 700,000 քաղաքացիներ են ընտրել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ու Գարեգին երկրորդը դա մեր վեհափառ կաթողիկոսն է, մեր ազգի կաթողիկոսն է ու 10 միլիոն հայության կաթողիկոսն է, այլ ոչ թե 600,000-ի ու փոքրամասնությունը պետքա չորոշի, թե ինչ է լինելու մեր երկրում։ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն Վարդապետ Զարգարյանը խոսել է եկեղեցականների հանդեպ ընթացող բռնաճնշումների մասին։ Նա ընդգծել է, որ ճնշումները չեն վերաբերում միայն քահանաներին, այլ տուժում են նաև նրանց ընտանիքներն ու երեխաները։ Թեմից մի քանի քահանա ցանկացել են մամուլի ասուլիսի միջոցով բացահայտումներ անել, սակայն ես ինքս հորդորել եմ չանել նման բան։ Դրանք մեր ներսի քննարկելի խնդիրներն են եւ ես կարծում եմ, որ հավատացյալներին ոչինչ չեն տա բացի գայթակղությունից։ Ամեն դեպքում մենք կանգնած ենք չնահանջելու ու մեր հոգեվոր ծառայությունը հնարավորինս կազմակերպելու տրամադրությամբ եւ ոգով։
Ավելի վաղ ահազանգ էր հնչեցրել Մասյացյոտնի թեմը, նշելով, որ ճնշում են Արարատի մարզի Ոսկետապ գյուղում Սուրբ Սահակ Մեսրոպ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արտաշես Քահանա Հակոբյանին։ Ըստ տարածված հաղորդագրության եկեղեցի են այցելել գյուղի վարչական ղեկավարը եւ եկեղեցու կառուցման հովանավորը քահանայից պահանջելով ազատել եկեղեցին։ Տեր Արտաշեսն էլ հայտարարել է, որ պատրաստ է եկեղեցուց հեռանալ միայն այն դեպքում, երբ հավատացյալները, որոնք պարբերաբար մասնակցում են պատարագի, միջնորդեն առաջնորդին իրեն փոխարինելու համար։ Իսկ Մայրաթորի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի Քահանա Արթենյանը արձագանքել է իշխանական падգամավորի հայտարարությանը, ըստ որի Մայրաթորը իբր թույլ չի տվել ԿԳՄՍ նախարարությանը հոգևոր երաժշտության փառատոն անցկացնել։ Տեր Եսային ընդգծել է, որ սա բացահայտ կեղծիք է։ Բացահայտ կեղծիք է, նման մերժում չի եղել։ Տարիներ առաջ դիմում եղել է, որին ի պատասխան Մայրաթորից ըստ ընթացակարգի պահանջվել է միջոցառման ծրագիրը համերգի թույլատրելիությունը քննարկելու համար, սակայն հետագայում հարցին ընթացք չի տրվել հենց նախարարության կողմից։ Այս առնչությամբ պարզաբանում արվել է, ուստի պետք չի նման էժանագին հայտարարություններով մոլորեցնել ժողովրդին։ Նման վարքագիծը հարվածում է նախ եւ առաջ մեր պետությանը, պետական կառույցներին, որոնց հետ գործակցությունը ցավոք հետևողականորեն ոչնչացվում է։ Ազգային ժողովի падգամավոր Տիգրան Աբրահամյանը Իզմիլյան բժշկական կենտրոնում հանդիպել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի եւ Նարեկ Սամսոնյանի հետ։ Նարեկը դեռ բարդ վերականգնողական փուլ է անցնում, իսկ հացադուլի 15 օրերը բավականին սուր հետևանքներ են առաջացրել նրա առողջության համար, ինչը վերացնելը դեռ ժամանակ է պահանջում։ Միքայել Սրբազանն էլ իր ինտելեկտի ու հարուստ փորձառության պայմաններում մշտապես խոր եւ բովանդակային խոստիքի մեջ է, որում իր անձնական կյանքը լրիվ երկրորդական դերում է, իսկ միտքն ու ուշադրությունը երկրում եւ Մայրաթորի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մեջ է։ Գորիսի Թոզկապ կոչվող հատվածում գերեզմանների մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանությունը վերածվել է ողբերգության։ Ըստ ներքին գործերի նախարարության ոստիկանության կենցաղային հարցերի շուրջ տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի ընթացքում 45-ամյա Վարուժան Յոլյանի ձեռքի նռնակը պայթել է։ Վարուժան Յոլյանը եւ 38-ամյա Արմեն Յոլյանը մահացել են, իսկ վիճաբանությանը ներկա Գորիսի 30-ամյա բնակիչը ստացել է վնասվածքներ եւ տեղափոխվել բժշկական կենտրոն։ Պարզվել է, որ զոհերից մեկը Գորիսի համայնքապետ Արուշ Արուշանյանի վարորդն է, մյուսը նրա բարեկամը։ Նախնական տեղեկություններով վիրավոր երիտասարդը փորձել է կանխել միջադեպը, սակայն չի հասցրել։ Կոնֆլիկտն էլ ծագել է զարմիկների միջև պապական առանձնատան շուրջ առաջացած կենցաղային վեճի պատճառով։ Մահացած վարորդն ունի 3 անչափահաս երեխա։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Միացյալ Նահանգներում ուժեղ փոթորիկը անժամկետ հետաձգել է ավելի քան 14500 չվերթ եւ հոսանքազրկել ավելի քան 1 միլիոն տուն։ Փոթորիկը կարող է առաջացնել մինչև 24 միլիարդ դոլարի վնաս։ Աֆղանստանում առատյան եւ անձրևի պատճառով զոհվել է առնվազն 61 մարդ, եւս 110-ը վիրավորվել են։ Աֆղանստանում ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես գյուղական եւ լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական աղետների համար։ Աբու Դաբիում ավարտվել են Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ եռակողմ բանակցությունները։ Բանակցությունները ընթացել են փակ ռեժիմով։ Օրակարգի առանցքային թեման Դոնբասն էր, ինչի մասին ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինան, Ռուսաստանը եւ Միացյալ Նահանգները երկօրյա հանդիպումներից հետո պատրաստվում են բանակցությունները շարունակել հաջորդ շաբաթ։ Սպիտակ տան ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը դրան գնահատել է կառուցողական եւ ընդգծել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները
նվիրված է պատերազմի խաղաղ կարգավորմանը։ Վլադիմիր Զելենսկին նույնպես դրական է որակել հանդիպումները եւ նշել, որ իր թիմը կազմել է թեմաների ցուցակ հնարավոր նոր քննարկումների համար, իսկ Կրեմլը հայտարարել է, որ նախագահ Պուտինը եւս բավարարված է մոտ 4 ժամ տևած բանակցություններով։ Միջազգային մյուս լուրերը հավաքագրել է իմ գործընկեր Զառա Սարգսյանը։ Առաջնահերթ են ամերիկացիները, իսկ Չինաստանին պետք է զսպել ուժի, այլ ոչ թե առճակատման միջոցով, ասում է Պենտագոնի հրապարակած ԱՄՆ-ազգային պաշտպանության նոր ռազմավարության մեջ։ Ռուսաստանը շարունակում է մնալ մշտական, բայց կառավարելի սպառնալիք ՆԱՏՕ-ի արևելյան անդամների համար։ Իսկ ԱՄՆ դաշնակից Եվրոպան էլ պետք է հույսը դնի իր վրա սեփական շահերի պաշտպանության գործում։ Մինչդեռ Վաշինգտոնն ակտիվորեն կպաշտպանի ամերիկյան շահերն արևմտյան կիսագնդում, ասվում է փաստաթղթում։ ԱՄՆ ներգաղթի եւ մաքսային ծառայության IC աշխատակիցները կրկին մարդ են սպանել, ինչը կրկին փողոցներ է դուրս բերել հազարավոր մարդկանց։ Ըստ ներքին անվտանգության դեպարտամենտի Մինեապոլիսում սպանված 37-ամյա տղամարդն ունեցել է զենք եւ դիմադրել է իրավապահներին։ Մինչդեռ ականատեսները պնդում են, որ նրա ձեռքին ընդամենը հեռախոս է եղել։ Ավելի վաղ IC աշխատակիցները ենթադրյալ անօրինական միգրանտների որսի ժամանակ սպանել էին 37-ամյա կնոջ։ Միացյալ Նահանգներում ուժեղ ձնաբքի հետևանքով տուժել է 200 միլիոն մարդ, ավելի քան 900,000 տնտեսություն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ 4 օրվա ընթացքում ավելի քան 16,000 չվերթ է հետաձգվել։ ԱՄՆ առնվազն 22 նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Հռոմի Պապը կոչ է արել դադարեցնել պատերազմն Ուկրաինայում։ Ուկրաինայի վրա Ռուսաստանի շարունակական հարձակումները երկրի բնակչությանն անպաշտպան են թողնում ձմեռային ցրտի դեմ։ Երկարատև մարտերն ավելի ու ավելի լուրջ հետևանքներ են ունենում բնակչության համար։ Ես կոչ եմ անում բոլորին ակտիվացնել ջանքերն այս պատերազմը դադարեցնելու համար, ասել է նա։ Հուսով եմ մի օր Դոնալդ Թրամփը նույնպես կարժանանա խաղաղության Նոբելյան մրցանակի։ Մենք կարող ենք ինքներս առաջադրել նրան, հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին։ Ամիսներ առաջ նայելով Իտալիայի վարչապետին Թրամփը նրան սիրունիկ էր անվանել։ Facebook եւ Gmail հարթակների ավելի քան 149 միլիոն օգտատերերի մուտքանուններ եւ ծածկագրեր են արտահոսել համացանց, գրում է Wired-ը։ Կայքի տվյալներով հանրայնացվել են Gmail-ի 48 միլիոն եւ Facebook-ի 17 միլիոն օգտատերերի այլ անձնական տվյալներ։ Նշվում է, որ տվյալների բազան պաշտպանված չէր գաղտնաբառով կամ կոդավորմամբ։ Իտալիայում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերը կարող են չկայանալ։ Դրա համար կա երկու պատճառ՝ երկրում ձյան պակասը եւ արհեստական ձյուն ստեղծելու համար միջոցների անբավարարությունը։ Այս մասին հայտարարել են Միլանի եւ Կորտինա դ'Ամպեցոյի օլիմպիական խաղերի կազմակերպիչները։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ Թարմ նորություններով եթերում կլինենք ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։